Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովն այսօր իրեն մեղավոր ճանաչեց առաջադրված բոլոր մեղադրանքներում առանձնագի դաժանությամբ իրականացված սպանության, ավազակության և Հայաստանի պետական սահմանը հատելու փորձի։ Դուք ձեզ մեղավոր ճանաչում եք։ Вы признаете себя виновным? Конкретно в чем? Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներն այսօր միջնորդեցին, որ որպես ապացույց ռուսական կողմի հարուցած քրեական գործից փաստաթղթեր ընդգրկվեն այս գործի մեջ։ Վալերի Պերմյակովի հարցաքննության ժամանակ, օրինակ փաստաթղթերի ժամանակ, քննիչը հարց է տալիս, որպես հաստատված հանգամանք որոշակի փաստերի հղում կատարելու, թե փաստերը որտեղից են հայտնաբերվել, ինչ քննչական գործողությունների արդյունքում։ Մենք այս բանին չգիտենք, այդ պատճառով դատարանի միջնորդներ այս հանգամանքները հաստատված համարվող բոլոր փաստաթղթերը պահանջել են իրականացնել։ Կոնկրետ հաստատող չեք կարող։ Ի վիճակի չենք ասել։ Հատում եմ, որպեսզի դատարանը պահանջի նաև ռուսական կողմից տրամադրելու, թե հարուցել են արդյոք քրեական գործեր, այլ քրեական գործեր, այլ փաստերի ակտիվ, այսինքն մասնավորապես Պերմյակովի նամակական զորակոչելու, հետագա նրանց տրամադրելու։ Այս ամենի հետ կապված եւ ընդհանրապես պատասխանատուների հետ կապված, ովքեր պատասխանատու էին նրա գործողությունների համար, արդյոք հարուցել են քրեական գործեր, թե ոչ, եւ ինչ ընթացքի մեջ են դրանք գտել։ Դատարանը, որը նախորդ նիստերին շարունակաբար մերժում էր տուժող կողմի միջնորդությունները, այս մեկի քննարկումը հետաձգեց, ինչն էլ ավելի բորբոքեց գրքերը։ Ավետիսյանների հարազատներն ու նրանց շահերի ներկայացուցիչները հայտարարեցին, թե ռուսական ռազմաբազայի տարածքում գործը քննող դատավոր Հարություն Մովսիսյանը կաշկանդված է։ Հարգելի դատարանը հանդես է գալիս որպես կողմ։ Ակնհայտ, որ բոլոր միջնորդությունների ժամանակ չի եղել բացարձակապես առանցություն ոչ մեղադրողի կողմից, ոչ պաշտպանական կողմից, ոչ տուժողի իրավահաջորդների կողմից, ոչ մեղադրյալի կողմից, դատավորը իր որոշումը կայացնում որպես կողմ, ոչ թե ելնելով դատավարության մասնակիցների շահերից, այսինքն մենք ունենք ակնհայտություններ, դուք հարցը ոչ միայն արժեքի դերում չեք գտնում հարգելի դատարան, այլ հանդես եք գալիս որպես մեկ այլ կողմ։ Դատարանը անցավ վկաների հարցաքննությանը, սկզբում ցուցմունք տվեց տուժողի իրավահաջորդ Ռիտա Պետրոսյանը, ով առաջինն էր հայտնաբերել սպանվածներին։ Խիստ հուզված մտաբերելով այդ օրվա դեպքերը պատմեց, երբ հարազատներին անկողիններում մահացած է տեսել, մտածել է, թե տան գազի պայթյուն է եղել։ Ցուցմունք տվեց նաև սպանված Արաքսիայի հայրը, 24-ամյա աղջկան ու անչափահաս թոռներին կորցրած Անդրանիկ Պողոսյանը մեկ հորդոր ուներ դատարանին արդար քննություն անցկացնել։ Նրա ցուցմունքի ժամանակ ու նաև դրանից առաջ տուժողների իրավահաջորդների նյարդերը պարբերաբար տեղի էին տալիս։ Հարազատների ինքնազգացողությունները մի քանի անգամ վատացավ։ Տուժողի մյուս իրավահաջորդները, Ավետիսյանների երկու դուստրերը, Լուսինեն և Անահիտը պնդեցին, թե ի վիճակի չեն այսօր ցուցմունք տալ և խնդրեցին դատարանին իրենց մեկ այլ օր հարցաքննել։ Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով, մինչև հաջորդ ուրբաթ։